Շարժվում ենք առաջ եւ այժմ կցանկանայի խոսել հարմարավետության մասին եւ արդյունավետ աշխատանքի մասին bracket-ում։ Նախ ասեմ, որ այս ներքևի հատվածում պատկերվում է մեր մկնիկի սլաքի գտնվելու կոորդինատները տողով եւ սյունակով։ Տողը line, ենթադրենք մեր դեպքում 23-րդ տող եւ column 12 սա արդեն սյունակն է։ Ու ցուցադրվում է թե քանի տողից է բաղկացած մեր ընդհանուր ֆայլը։ Եթե մեզ պետք է ենթադրենք տեղափոխվել ինչ-որ կոնկրետ տող, օրինակի համար inspect-ով ինչ-որ բան ենք նայել մեր պրոյեկտում ու մեզ հարկավոր է տեղափոխվել 67-րդ տող ինչ-որ բան փոխելու համար։ Դա կարող ենք արագ անել սեղմելով Ctrl+G եւ այստեղ հավաքել ենթադրենք 67, կհայտնվենք արդեն 67-րդ տողում։ Միգուցե մեր ֆայլը բաղկացած լինի ոչ թե 210 տողից, այլ 2000 տողից։ Ու այդ դեպքում Ctrl+G-ն կծառայի մեր համար որպես շտապ օգնություն։ Բացի դրանից այստեղ կա նաեւ այսպիսի մի ֆունկցիա, եթե ես սա միացնեմ այժմ, մենք կտեսնենք, որ փոխվում է այդ մուտքագրման համար նախատեսված այդ նշանը, այսինքն այս դեպքում ենթադրենք, եթե գտնվում ենք այստեղ ու ցանկանում ենք ինչ-որ բան մուտքագրել, սա փոխարինում է սիմվոլը։ Իսկ այս մյուս տարբերակի ժամանակ արդեն ոչ թե փոխարինում է, այլ ավելացնում է։ Հաջորդը ենթադրենք, եթե մեր ֆայլը չի ճանաչվել պատշաճ, օրինակի համար Ruby կամ Python-ի հետ ենք աշխատում, ինչ-ինչ պատճառներով չի ճանաչել brackets-ը, մենք այստեղից կարող ենք փոխել արագ, ենթադրենք C++, C, Java, PHP եւ այլն։ Եվ այս վերջի ցուցանիշը, որտեղ նշված էր 4 tab size, սա հետևյալն է։ Ենթադրենք այստեղ մենք ցանկանում ենք տեղափոխվել դեպի աջ 4 տարածությամբ, այսինքն սեղմելով tab մենք տեղափոխվում ենք միանգամից 4 սիմվոլի համարժեք տարածությամբ։ Կարող ենք իհարկե արժեքը փոխել, բայց 4 սիմվոլ այդ չափսը համարվում է ստանդարտ։ Ինչի համար է սա կարևոր, որովհետև տեսեք, ենթադրենք body tag-ից հետո ես անմիջապես հենց body tag-ից հետո ստեղծում եմ ul tag, որտեղ պետք է գտնվի li tag-ը, այսինքն մեր ցանկը։ Ես սեղմում եմ enter ու մենք տեսնում ենք, որ ul tag-երի միջև գրելու համար li tag-ը չի ստեղծվում որոշակի տարածություն, որպեսզի մենք ավելի հեշտ կողմնորոշվենք կոդում, թե որ tag-ում է գտնվում, ենթադրենք որ tag-ը։ Մեր դեպքում ենթադրենք, եթե այստեղ ես սեղմեմ tab 4 տարածությունով տեղափոխվենք դեպի աջ։ Մեր համար ավելի հեշտ կլինի կողմնորոշվելը, որ այստեղ ցանկ է, գտնվում են li tag-երը ul tag-ում ու սա ավելի համակարգված մոտեցում է ընդհանուր կոդի հետ աշխատելու ժամանակ, քան ենթադրենք, որ մի li tag-ը գտնվի այստեղ, ենթադրենք մյուսը գտնվի այսպես, երրորդը օրինակի համար լինի այս տեսքով։ Այսպես ավելի իհարկե դժվար է կողմնորոշվելը, հատկապես սկզբում, ու ավելի ողջամիտ է պահել որոշակի սիմետրիա, ցույց տալ որոշակի համակարգված մոտեցում կոդ գրելու ժամանակ, թե HTML, թե ենթադրենք ես սա մաքրում եմ, թե CSS կոդ գրելու ժամանակ, այստեղ ինչ-որ սելեկտոր ստեղծելու ժամանակ ենթադրենք H3, երբ որ սեղմում ենք enter, այս ձևով փակագծերը բացվում են եւ ավտոմատաբար արդեն 4 տարածությունով մենք հայտնվում ենք դեպի աջ, որպեսզի ստանանք այսպիսի համակարգված տեսք մեր CSS կոդում։ Ու բնականաբար այսպես ավելի հեշտ կլինի կողմնորոշվելը։ Սա անպայման հաշվի առեք ու սկզբից իհարկե միգուցե չստացվի շատ լավ, բայց երբ որ աշխատեք այդ ուղղությամբ, շատ սեղմ ժամկետներում արդեն կսովորեք աշխատել այսպես, թե CSS կոդում, թե HTML, թե JavaScript, թե PHP կապ չունի։ Բացի դրանից, եթե մենք աշխատում ենք երկու ֆայլերի հետ համատեղ, մենք կարող ենք այստեղից split անել, click vertical split, այսինքն բաժանում ենք մեր տեսադաշտը երկու մասի, left right մեր դեպքում, քանի որ ընտրեցինք ուղղահայաց տարբերակը ու ենթադրենք my.css ֆայլը կարող է գտնվել աջ հատվածում, իսկ index.html ֆայլը ձախ հատվածում, կամ հակառակը, այստեղից կարող ենք տեղափոխել աջ հատված index.html ֆայլը եւ ձախ հատված ենթադրենք CSS ֆայլերը։ Կարող ենք նաև կիսել հորիզոնական դիրքով մեր աշխատանքային ֆայլերը, կրկին վերևում ենթադրենք HTML ներքևը CSS կամ հակառակը, ինչպես հարմար է։ Բացի դրանից նաև այստեղ մենք կարող ենք միանգամից ստեղծել folder, օրինակի համար աջ-քլիկ, new folder, CSS ու մեր բոլոր CSS ֆայլերը կարող ենք տեղափոխել այդ folder, ենթադրենք, կամ աջ-քլիկ, rename, այստեղ JS ենթադրենք ու մեր բոլոր JS ֆայլերը աջ-քլիկ new file mine.get
.js, որպեսզի մեր ենթադրենք JS ֆայլերը գտնվեն այս ֆոլդերում։ Բացի դրանից կարող ենք ջնջել այստեղից տարբեր տեսակի ֆայլեր, ենթադրենք եւս մի կարևոր երևույթ, ենթադրենք մենք ունենք ինչ-որ պրոյեկտ, օրինակի համար desktop-ում, some project ենթադրենք անվանումով, որտեղ գտնվում են որոշակի ֆայլեր, ու մեզ անհրաժեշտ է բացել այդ պրոյեկտը, մենք կարող ենք այստեղից բացել, click open folder կամ կարող ենք այստեղից վերցնել եւ տեղափոխել այստեղ մեր պրոյեկտի ֆոլդերը ու կբացվի նաեւ բոլոր ֆայլերը, որոնք պատկանում են այս պրոյեկտին։ Սա էլ այսպես։ Եվ վերջում, երբ որ ցանկանում ենք հեռացնել արդեն պրոյեկտը, կարող ենք պարզապես սեղմել X ու մեր պրոյեկտների ցանկից կվերանա այդ պրոյեկտը, այսինքն ուղղությունը։ Ու վերջում կցանկանայի նշել նաև հետևյալը։ Ենթադրենք մեր index.html ֆայլում, եթե ուշադրություն դարձնենք, այստեղ տեղի ունենում տողադարձ, որպեսզի մեր կոդը տեսադաշտից դուրս չգա։ Ենթադրենք li tag-ը այստեղից տեղի ունեցել տողադարձ, որպեսզի տեսադաշտում մնա ողջ կոդը։ Մենք կարող ենք սեղմել այստեղ view word wrap այս ֆունկցիան է պատասխանատու տողադարձի համար, եթե ես քլիկ անեմ այստեղ, այժմ տողադարձ տեղի չի ունենա։ Ու այստեղ կհայտնվի այսպիսի scrolling հորիզոնական, օրինակ կան մարդիկ, ում համար այսպես ավելի հարմար է աշխատել։ Ամեն դեպքում արեք այնպես, ինչպես ձեզ է հարմար։ Այստեղ այսքանը, կշարունակենք հաջորդ վիդեոից։